Վերջին մի քանի ամիսների ընթացքում հասարակությանը կարևոր իրադարձություններից շեղող բազմաթիվ ինֆորմացիոն հոսքերը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում կարծես տվերել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող գործընթացները, որ փուլում են դրանք եւ կան արդյոք գործընթացներ։ Համանազատման process-ի վերաբերյալ մեր բոլոր նամակները կամ մնում են անպատասխան, կամ պատասխանները բովանդակային չեն լինում։ Այն տարածքները, որոնք սահմանազատվում են կամ նախատեսվում է սահմանազատել, անբնակ չեն։ Այդտեղ կա բնակչություն, այդտեղի հողամասերը օգտագործվում են եւ այդ բնակչության համար ինքը զգայուն թեմա է։ Բոլորովին վերջերս կարելի է ասել ուղղակի պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, թե Հայաստանի խնդրանքով Վրաստանը եւ Հայաստանը կապող գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։ Նշվում է նաեւ, թե գազատարի հայկական հատվածը գտնվում է եռակողմ վրաց-հայկական-ադրբեջանական սահմանային գոտում եւ ականապատվել է 1990-ական թվականների։ Ըստ քաղաքագետների սա եւս ադրբեջանական պահանջ է եւ հնարավոր է, որ դա տեղի է ունենում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակում։ Իդեպ կառավարությունից էլ չեն բացառում, որ դա սահմանազատման հետ է կապված։ Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանի կողմից պահանջ կա նաև այդտեղ սահմանազատել հօգուտ Ադրբեջանի եւ այդ հատվածում սովետական սահման գծել։ Եվ այսպիսով Ադրբեջանը ենթադրաբար պահանջում է այդ գործընթացը նախաձեռնել մինչև ընտրություններ, ինչպես որ բազմաթիվ այլ գործընթացներ։ Պաշտոնապես հերքվեց լուրը, թե անցած տարվա ամռանը Ադրբեջանը դիրքային առաջխաղացում եւ բարելավում է ունեցել Գեղաքունիքի մարզի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Քաղաքագետ Միքայելյանը իր վերլուծությունները ունի։ Վարդենիսից հարավ Ադրբեջանը իրականացնում է ամրաշինական աշխատանքներ։ Դերին շորժայից հարավ մոտեցում, այդտեղ Ադրբեջանը հիմա իրականացնում է լայնածավալ շինարարություն, իր ինժեներական դիրքերի կառավարում եւ այլն։ Ըստ փորձագետների Ադրբեջանի համար սահմանազատման եւ սահմանագծման համար վերցված 1975 թվականի խորհրդային քարտեզը ամենաբարենպաստն է, սակայն այս դեպքում նույնիսկ փորձագետի համոզմամբ Ադրբեջանը չի ընդունում որպես փաստ, քանի որ երկիրը 2020 թվականից հետո հայտնվել եւ օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 250 քառակուսի կիլոմետրը եւ նպատակ էլ չունի դուրս գալ այնտեղից։ Ադրբեջանը իրավիճակային լուծումներով այն քարտեզը, որ այդ պահին իրան հարմար է, այդ քարտեզն է վտարակոչում։ Բանակցիների սահմանագծման սահմանազատման գործընթացի հիմքում դրվող իրավական փաստաթուղթ կոնկրետ մեկ թվականի քարտեզ, որին չունի։ Ադրբեջանը այդ տարածքներից իհարկե դուրս չի գալու, իդեպ նաև Իշխանասարի մոտ Ադրբեջանը ստեղծել է պլատֆորմ, որտեղ Սյունիքի բավականին նեղացված է եւ ավելի խոցելի է, առավել խոցելի է։ Ջերմուկի հատվածում են դիրքեր կառուցում, Սիսիանի հատվածում են դիրքեր կառուցում, այն հատվածում, որոնք ուղղակի սուվերեն տարածք։ Հայաստանի ինքնիշխան տարածքում հայտնված ադրբեջանական զինված ուժերը հիմա ավելի բարձր դիրքերում են եւ ավելի պաշտպանված են, քան Հայաստանի զինված ուժերը։ Ադրբեջանը զբաղեցրել է գերիշխող դիրքեր, ուղղակի ինչ-որ տարածք չի վերցրել, տարակուսի կիլոմետրով այդ տարածքը չափել չի, այդ տարածքը ունի ռազմավարական նշանակություն եւ ադրբեջանական դիրքերը հիմա հայկական դիրքերից շատ դեպքերում մոտ 600 մետր բարձր են։ Իշխանական թևը հայտնել էր, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի Տավուշի մարզում, սակայն հստակ չի նշվել, թե որ կոորդինատներում։ Կառավարությունից ուղղակի հայտնում են, որ այս պահին հողի վրա գործընթաց չկա եւ յուրաքանչյուրը ինչ-որ մի պահի հասնելու համար իր տնային աշխատանքն է անում։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել եւ չեն լինի կասկածի տակ, այս կապերն ու հարաբերությունները շատ խորն են եւ ենթակա չեն քննարկման։ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը առանցքային դերակատարություն է ունեցել ու շարունակում է ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերին։ Մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, ասել է Նիկոլ Փաշինյանը։ После того, как вы в Праге в 2022 году Երբ 2022 թվականին Պրահայում դուք ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ՀԱՊԿ-ի միջնորդությունն այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ, բացարձակապես սխալ էր։ Ռուսաստանը ապրիլի 1-ից նախատեսում է ժամանակավորապես արգելել բենզինի արտահանումը։ Սահմանափակումը ըստ հաղորդագրության կլինի ժամանակավոր եւ նպատակ ունի կայունացնել վառելիքի գները ներքին շուկայում, ինչպես նաեւ ապահովել ներքին պահանջարկի բավարարումը։ Ըստ նախնական տվյալների արգելքը կարող է գործել մինչեւ հուլիսի վերջ։ Այս օրակարգը չի ներառում Ռուսաստանի իշխանությունների եւ այլ կառավարությունների միջև կնքված համաձայնագրերով մատակարարումներ, ինչպես նաեւ դիզելային վառելիքը։
Գերմոնոպոլացումն է։ Եթե տեսնեմ, որ տնտեսության մեջ այդ ինչ-որ շատ բացական արդյունքներ է գրանցում, որը որ իհարկե չենք կատարի ներկայացումը, որտեղ իրենց ձեռնարկել է, որ գները բարձրանան, գների բարձրացման արդյունքում շրջանառությունները արժեքային իմաստով կավելանան եւ բնականաբար բյուջե հարկային մուտքերը արժեքային իմաստով ավելի շատ կլինեն։ Տարեսկզբից մեր կենցաղը սպասարկող տարբեր շուկաներում սկսեց նկատվել գնաճ։ Պատճառները տարբեր են՝ գյուղատնտեսական արդյունավետ քաղաքականություն, տարածաշրջանային պատերազմ, միջազգային ճգնաժամեր եւ այլն։ Այս ամենը պետք է գոնե փոխհատուցվի տնտեսական աճով, այսինքն այդ աճը ապահովում է հավելյալ եկամուտների հոսքը դեպի մարդկանց գրպաններ։ Ըստ այդմ ստեղծում է ֆինանսական բուֆեր գնաճի ազդեցությունը մեղմելու համար։ Եվ ահա էկոնոմիկայի նախարարը հրապարակում է նախորդ 2 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները։ 2026 թվականի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7.4%-ով, աճ ունենք բոլոր ուղղություններով, արդյունաբերություն 17.2%, շինարարություն 20.5%, արտաքին առևտուր 9.3%, ծառայություններ 7.2%, առևտուր 3.3%։ Այս տվյալների մեջ կարևորագույնը արդյունաբերությունն է։ Արդյունաբերության աճը նշանակում է շատ աշխատող ձեռքեր, շատ աշխատավարձ, շատ զբաղվածություն եւ փողի շրջապտույտ։ Ծխախոտի արտադրատեսակները մոտավորապես 4%-ով անկում ունենք անկում կաշվի արտադրատեսակների արտադրության մեջ մոտավորապես 6%-ով, թղթի եւ թղթի արտադրատեսակների արտադրության մեջ մոտավորապես 16%-ով, ռետինա եւ պլաստմասի արտադրատեսակների մեջ մոտավորապես 14%-ով եւ այդպես շարունակ, այսինքն մենք ունենք հիմնական ներուժից բխող արդյունաբերության մեջ բավականին նվազում։ Իսկ այդ դեպքում ինչպես է արդյունաբերության ոլորտում 17%-ից ավելի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճ գրանցել նախորդ 2 ամիսներին։ Ենթադրվում է, որ այստեղ պարզապես իր խոսքն է ասել Հայաստանի համար 1 արտահանվող ապրանքը՝ պղնձի եւ մոլիբդենի հանքաքարը։ Հիշեք նախորդ տարի գործադուլով պայմանավորված հանքարդյունաբերություն Սյունիքում հանքարդյունաբերությունը կանգ էր առել եւ որևէ տեսակ արդյունահանում տեղի չէր ունենում։ Բնական է, որ հաջորդ տարի, այսինքն 2026 թվականի արդյունահանումը սովորական պայմաններով կատարելու դեպքում պետք է աճ արձանագրեր։ Այսինքն սա ոչ թե աճ է, այլ ուղղակի նախորդ տարի այլ հանգամանքներով պայմանավորված ունեցել ենք արդյունահանման դանդաղ։ Շինարարությունը +20.5% աճով ամենաբարձրն է եղել նախորդ 2 ամիսների։ Սա հիմնականում պետության կողմից ֆինանսավորվող ճանապարհաշինության եւ դպրոցաշինության, ինչպես նաեւ եկամտահարկի վերադարձի օրենքի կիրառման արդյունքում Երևանամերձ տարածքներում բնակարանաշինության արդյունքն է։ Աճել է նաեւ արտաքին առևտուրը 9.3%-ով։ Այստեղ էլ հարց է առաջ գալիս. նախորդ տարի բավականին մեծ էր Ռուսաստանից վերաարտահանվող ապրանքների հոսքը։ Հունվարի դրությամբ դեռևս արտաքին առևտրաշրջանառություն 12%-ով անկում է գրանցել, ընդ որում արտահանումը 14%-ով, ներկրումը մոտավորապես 11%-ով անկում է գրանցել։ Փետրվար ամսվա ընթացքում թե ինչ են ունեցել չեմ կարող ասել, տվյալները կհրապարակենք, կտեսնենք։ Չի բացառվում միանգամից ինչ որ ուղղությամբ, այդ թվում ոսկու ուղղությամբ կարող ուղղակի աճ գրանցել։ Այս ցուցանիշների մեջ կարևորներից մեկը առևտուրն է, որը նախորդ ամիսներին աճել է 3.3%-ով, բայց հենց սա էլ կարևոր ինդիկատոր է մասնագետների համար։ Սա ցույց է տալիս, թե գլոբալ հանրության լայն շերտերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քանի տոկոս ավելի առևտուր են արել։ Եթե մյուս ոլորտների աճը լիներ ներառական, այսինքն երկիր մուտք գործած ֆինանսը պտտվեր լայն շերտերի ձեռքում, ապա առևտրի աճը կլիներ ավելի մեծ, մարդիկ շատ են վաստակում, ուրեմն շատ են ծախսում, ինչը մեր դեպքում չկա։ Ինչպես է ստացվում, որ հաճախ նույն հասցեում հաշվառվում են մարդիկ, ովքեր անգամ չեն ճանաչում իրար, փաստացի չեն բնակվում նույն հասցեում։ Մանավանդ նախընտրական շրջանում նմանահազանգերն ավելացել են, տարբեր մեկնաբանությունները շատացել։ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում են, հայտնի դարձած բոլոր դեպքերն իրավաչափ են, աղմուկի կարիք չկա։ Բնակարանը վաճառվում է տարիների ընթացքում, տասնյակ տարիների ընթացքում 2005 թվականից ի վեր մի քանի անգամ։ Եվ միշտ չէ, որ գնորդը կամ վաճառողը նաև ուշադրություն են դարձնում այդ հանգամանքին, որ պետք է հաշվառումները փոխել։
Հաշվառմանը ուշադրություն չդարձնելն էլ իր օբյեկտիվ բացատրությունն ունի։ Մեծ հաշվով հաշվառումը չփոխելը լուրջ խնդիրներ չի ստեղծում ոչ գնորդի, ոչ վաճառողի համար։ Օրինակ, դրանից չի գեներացվում գույքային իրավունքի հարց։ Փաստացի հաշվառման հասցեում չբնակվող անձը չի ունենում կոմունալ վճարումների պարտավորություններ, աղբահանության կամ օրինակ վերելակից օգտվելու գումար նրանից չի գանձվում։ Այնուամենայնիվ, պետությունը բազմաթիվ տարբերակներ է առաջարկում, որոնց միջոցով կարող եք տեղեկանալ, թե ձեզ հետ միասին ովքեր են հաշվառված ձեր բնակության հասցեում։ Հետևաբար կխուսափեք թյուրըմբռնումներից։ Կարելի է մեր էլեկտրոնային փոստին MCS շնիկ gov.am-ին ուղղակի մի ստորագրված դիմում ուղարկել, կարելի է մոտենալ տարածքային ստորաբաժանում, ի request հայտնի հարթակը կա, որ ցանկացած պետական մարմնի հետ շփման հարթակ է հանդիսանում եւ փայլուն աշխատում է այդ տարբերակով կարող է դիմել, ստուգելու համար կա elections.am հարթակը։ Մյուս կողմից էլ սեփականատերը իրավունք ունի իր հասցեում հաշվառել այնքան քաղաքացի, որքան ինքն է ցանկանում։ Դեպքեր կան, երբ նույն հասցեում անգամ փոքր մակերեսով բնակելի տարածքում գրանցված են լինում հարյուրավոր քաղաքացիներ, թեև նման գործողություններն իրավաչափ են, այնուամենայնիվ ըստ անհրաժեշտության ոստիկանությանը հաղորդում է ներկայացվում դեպքի մասին։ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ էլ ընտրողների նախնական թիվ է ներկայացվել։ Ըստ այդմ այս պահի դրությամբ Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2,489,031 քաղաքացի։ Այս թիվը զգալիորեն պակաս է 2021 թվականին ընտրելու իրավունք ունեցողների թվից, թեև պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ներգաղթն ավելացել է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։ Բանն այն է, որ այս թիվը հրապարակելիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվի է առել մի քանի հիմնական տվյալ միայն։ Լրացած է քաղաքացու 18 տարին, նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ փաստաթղթի ժամկետը լրացած չի լինելու ընտրությունների օրը ավելի քան 6 ամիս։ Տարբերության պատճառն այն է, որ 21 թվի հաշվարկի ժամանակ անկախ նրանից թե փաստաթղթի ժամկետը ինչքան էր լրացած էր եւ որքան ժամանակ էր անցել այդ լրանալու պայմաններում, բոլորը այդ թվում հաշվել են։ Հիմա հաշվել են միայն նրանք, ում ժամկետը լրացած է ոչ ավել քան 6 ամիս։ Մի հսկայական քանակ այդտեղից դուրս է մնացել։ Այս թիվը ակնհայտորեն կփոխվի արդեն, երբ որ մենք նախնական ցուցակները հրապարակենք, դա ընտրություններից 41 օր առաջ ենք հրապարակելու։ Նախնական ցուցակների հրապարակումից հետո 40 օր քաղաքացիները հնարավորություն կունենան լուծելու այն բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ կխոչընդոտեն մասնակցել ընտրական գործընթացին։ Այսինքն, եթե լրացել է ձեր անձնագրի ժամկետը, պետք է դիմեք նոր անձնագիր ստանալու համար։ Եթե հաշվառման հետ կապված անճշտություններ կան, պետք է հասցնել լուծել դրանք մինչև հունիսի 7-ը։ Կադրերում տեսանելի է, թե ինչպես են երթևեկերի հատվածի փոսերը, մաշված գծանշումները կամ ընդհանրապես դրանց բացակայությունը պատուհաս դարձել վարորդների համար։ Նրանք այս կարճ, բայց դժվար անցանելի ճանապարհը անցնում են ժամանակի կորստով։ Քաղաքացիները բողոքում են, որ պարբերաբար սեփական միջոցներով են փոսալցման աշխատանքներ կատարում։ Դրանց խոսքով աննկատ են մնում իրենց վճարված հարկերի ճակատագիրը։ Ադոնցի շարունակող կանազի պատի տակով ճանապարհ կա, համարյա այս մի 25 օրը քերած է ասֆալտը, բայց դե բանա չեն լցրել։ Ես ընդհանրապես աշխատում եմ չքշեմ։ Իրոք իմ ներվերը չի հերիքում, որ փոսերի մեջ ես քաղաք ես մտնեմ։ Դու մի հատ ուշադրություն դարձրա, թազա գծանշումները հինի հետ։ Հինը ավելի լավ է երևում։ Թազը թազը։ Հինով պահիտակ չես նկատում, հինով քշում ես, խախտում ես։ Ժողովուրդը ամեն ինչի համար վճարում է, հիմա ավտովարելը առողջությանը վնաս է։ Ըստ պաշտոնական աղբյուրների շուրջ 50,000 քառակուսիմետր փոսային նորոգման աշխատանքներ է տարվել, որոնց մասին տեսանյութեր են հրապարակվում։ Քաղաքացիներին սակայն հետաքրքրում է արդյոք քաղաքապետարանը փոխհատուցում է իրենց կրած գույքային եւ նյութական վնասները։ Դրա վերաբերյալ քաղաքային իշխանությունը հայտնեց, որ փոսերի հարցերով վարչարարություն իրականացնելիս իրենք վնասների հատուցում չեն անում, այն պատճառաբանությամբ, որ Երևանի քաղաքապետարանի գործողությունը կամ անգործությունը պետք է ճանաչված լինի ոչ իրավաչափ, ինչն էլ դատական կարգով է հաստատվում։ Փոսերի առումով նաև կառավարության որոշում կա ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների, որ նաև պետք է լինի փորձագիտական եզրակացություն, որ այդ վարորդը հնարավորություն չի ունեցել կանխել այդ վտանգը։ Հետևաբար որևէ գործով մենք չունենք բավարարված վարչական վարույթներ այդ առումով։
Մասնագետները արձանագրում են, որ հատվածներ կան, որտեղ բացակայում են փոսերի արկայության վերաբերյալ համապատասխան նշանները, ասում են, որ երկրում վթարների մեծ մասը լինում են գծերի բացակայության կամ թույլ տեսանելիության պատճառով։ Երբ որ գծանշումներ լինում են, մարդիկ երթևեկելի գոտիները հստակ իրարից տարանջատում են։ Երբ որ վթար է լինում, մասնագետները հստակ կարողանում են ասել. Պողոսը երթևեկում էր իր գոտով, Պետրոսը մտել է Պողոսի գոտի, խոչընդոտել է, հետևաբար Պետրոսը մեղավոր է։ Վնասներ կրում են ինչպես սեփական, այնպես էլ հանրային տրանսպորտի միջոցները։ Երթևեկելի մասում արկա խոչընդոտները ազդում են նաև վարորդների վարքագծի վրա, նկատում են մասնագետները եւ հավելում, որ մեքենաները վարում են ավելի ագրեսիվ եւ անփութորեն։ Հիշեցնում են, որ մայրաքաղաքի փողոցներից մեկում արկա ասֆալտային իջվածքի պատճառով վարորդները հասնելով դրան ընկնում էին փոսը։ Այդ գործերով մեզ անընդհատ դիմում են։ Գործագետը վերջնական հաշվով եզրահանգել է, որ ճանապարհն է պատճառը չվերանորոգել է ու նաև մեղավորությունը ինչու քաղաքապետարանը, որ կոնկրետ ճանապարհային նշան չէ դրել, որ արշիվում այսպես խոչընդոտ կա։ Նույնիսկ եթե չէ վերանորոգում, գոնե պիտի բերես ճանապարհային նշան դնես, որ գոնե չես այդ պատասխանատվությունից ազատես։ Տրանսպորտային հոսքերի աճին զուգահեռ ճանապարհների որակի անկումը ավելի տեսանելի է դառնում, ստեղծելով ոչ միայն անհարմարություններ, այլև իրական վտանգներ երթևեկության բոլոր մասնակիցների համար։ Ահա զանգում են մասնագետները։ Ըստ նրանց, խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է համատեղ մոտեցում, ներառելով ինչպես որակյալ շինարարություն եւ վերանորոգում, այնպես էլ մուշտադիտարկում եւ արագ արձագանքման մեխանիզմներ։ Նորագյուղ թաղամասում երեխաները մանկապարտեզ ու դպրոց են հաճախում փոսերը հաղթահարելով, կեղտաջրերը շրջանցելով։ Դե իսկ անտանելի հոտի մասին գերադասում են լռել։ Ամառը փոշին է անպակաս, ձմռանը ցեխը։ Այն ինչա։ Վերևի թաղերն է, հա։ Բաբսոշես տրանսպորտը։ Այն հոп։ Փոսերից բացի նաև մեծ խնդիր են դիտահորից դուրս եկող գոյաճրերը։ Համաճարակի վտանգն ամեն օր ավելանում է, 100-ից ավելի տան բնակիչ է այս պայմաններում ապրում։ Գոյաճրերը ժամանակաժամանակ նաև նկուղներ են լցվում։ Խրամատելը փարքը։ Գույքարկերներ մուծում եք։ Գույքարկու տեղ բանի փողի տերն է։ Չմուտես բռնեն ակտավորեն։ Հիմա մենք իրանց բռնենք ակտավորենք։ Նորագյուղցիները քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում անտեսված թաղամասը գարշահոտից փրկելու ու փոսերը վերացնելու համար։ Հուսով են, որ այս կադրերը տեսնելուց հետո պատասխանատուները այլևս խնդիրը մեկը մյուսի վրա չեն գցի։ Արարատի մարզում Երևան-Երասմեղրի ճանապարհին Զոդի կամրջի մոտ բախվել են Օփելը եւ Արարատ բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապ օգնության մեքենան։ 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալն ու Արարատ բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն։ Հավաքվածների խոսքով շտապ օգնությունը Կանչո Բուժարուի տուն էր գնում։ Բախման հետևանքով էլ տեսնում եք շտապ օգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին եւ հենց երկաթե արգելապատնեշն է փրկե, որ ավտոմեքենան չի գլորվել ձորը։ Մարտի 31-ին 44-ամյա Ինգան Նիսանով Գայի Պողոտա Թոթովենցի խաչմերուկում բախվել է 39-ամյա Արտյոմի Օփել Astra-ին եւ 53-ամյա Համլետի Toyota Corolla-ին։ Նիսանը մասամբ հայտնվել է Օփելի վրա, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, վարորդները եղել են սթափ։ Մարտի 29-ին Դիլիջան Վանաձոր ճանապարհին 32-ամյա Հովսեփը մետաղի ջարդոնով բարձված կամազ բեռնատարով կողաշրջվել է ու բախվել երկաթե պատնեշներին։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջան բժշկական կենտրոն։ Փրկարարծառայության Դիլիջանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները վարորդին դուրս են բերել մեքենայից, մոտեցրել շտապ օգնության մեքենային։